Շիրակում Արմավիրի թեմից էր հոգևորական գնացել եւ Շիրակի բոլոր հոգևորականները հրաժարվեցին պատարագ մատուցել եւ զեղչել վեհապար Հայրապետի անունը։ Շիրակում 4 թեմի առաջնորդ է եղել։ Ես Հայաստանում վերջին ընթացքում այդպիսի պատարագ չեմ հիշում, երբ որ 4 եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս է ներկա լինում պատարագ։ Նաեւ չենք հիշում, որ բոլոր հոգևորականները հրաժարվեն պատարագ մատուցել։ Ես չեմ շատ լավ, ես չեմ մեկնաբանի բոլորը հրաժարվել, որովհետեւ առնվազն տեղեկությունը այնպեսին էր, որ հոգևորականներին հրավիրել են ես թեմից։ Ինձ թեմի առաջնորդի պաշտոնակատարն հրավիրել իր մյուս ուրեմն եպիսկոպոսներին, առնվազն եպիսկոպոսները այդպիսի հայտարարություն արեցին եւ հակառակ կողմից հերքում չեղավ։ Այսինքն դուք տեղյակ չեք, որ ԱԱԾ-ն մոտեցել է հոգևորականներին եւ ինչպես Նիկոլ Փաշինյանը ասում, խնդրել են, որ մատուցի, սակայն մերժում է ստացվում։ Ոչ տեղյակ չեմ։ Այս արդյոք դա լիազորությունների չարաշահում չէ։ Ինչ է։ ԱԱԾ-ին խնդրել հոգևորականներին։ Չեմ կարող մեկնաբանել մի բան, որից տեղյակ չեմ, հարցեցիք, ասացի, որ տեղյակ չեմ։ Պարոն նախարար, եկեղեցու շուրջ ամիսներ ցկվող ճգնաժամի հանդիսառությունը դուք ինչպես եք պատկերացնում եւ ամենակարևորը ինչ անգետում։ Եկեղեցու շուրջ իրավիճակը պատկերացնում եկեղեցու մաքրվելով են հոգևորականներից, որոնք ամեն քայլափոխի խնդիրներ են ստեղծում հավատքի շուրջ, եկեղեցու շուրջ, այդպիսի հոգևորականներ ցավոք սրտի կան եկեղեցում, ժամկետների մասին չեմ կարող ոչինչ ասել։ Բայց մենք տեսանք, որ ձեզ միացել է մի հոգևորական, որը մի քանի քրեական գործով է անցնում։ Ում մասն է խոսքը։ Արքեպիսկոպոս։ Նախ մեզ չեն միացել, եթե ճիշտն ասեմ, ժողովրդին են միացել, տպավորություն չստեղծի, որ սա քաղաքական պայքար է եւ այս պայքարի մեջ ես կամ են կողմին են միացել։ Լավ են արել, որ միացել են ժողովրդին, իրենց հավատացյալներին մեկնաբանելու բան չունեն, ողջունում եմ բոլոր այդ հոգևորականների կեցվածքը։ Այդքան ունեցվածք ունի ապօրինի գործով է։ Չգիտեմ ինչքան ունեցվածք ունի, ցանկացած մարդ Հայաստանում, որ ապօրինի գույք ունի, անկախ դրանից հոգևորական է, նախարար, մարզպետ թե այլ պաշտոնյա կամ ընդհանրապես այս բանի կարգավիճակ չունի, ինքը ենթակա է այն օրենսդրության սահմաններում այդ գործերը քննվելուն, որը այսօր Հայաստանում կա։ Խնդիրն այստեղ բոլորովին այլ է։ Նշվում է, որ օրինակ նույն Արեջան թեմի առաջնորդը Նավասար Կրկոտրյանի մասնագետ արքեպիսկոպոս երկար ժամանակ ասում են, որ գրեթե բոլոր համարներում Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակի թերթի բոլոր համարներում նրա մասին տարբեր այսպես Բենթլիից մինչև սիրուններ ու օֆշորային նյութերի մասին է հրապարակում, բայց հիմա անսպասելի միանգամից իրավիճակ է փոխվում, այսպես ասած, ինչպես է դա ստացվում, այսինքն ներել է որ հանդիպում են միասին այլևս հարգելի գործիքներ կապված նման հայտարարություններ մենք մարդկանց ներելու գործառույթ իրավասություն ոչինչ չունենք, հետեւաբար այդ հարցի ասացիատերը մենք չենք, մենք ով ենք որ մարդկանց ներենք, այն էլ հոգևորականներին։ Այսքանը, շնորհակալ եմ։ Մաքրվում է իսկ ումից։